Սիրելի ֆուտբոլիստներ, մենք կրկին AFL YouTube-ն ալիքի եթերում ենք եւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղային օրվա վերջին հանդիպումը, որտեղ արդեն Winter Cup-ի 3-րդ տուրի շրջանակներում կմրցեն միմյանցն Werder-ը ու Bayer Leverkusen-ը թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Werder-ից Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վոլոդիա Մարկարյան համար 5, Էրիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոյան համար 11, նա այսօր թիմի ավակն է, Սարգիս Մարտիրոսյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասանուն համար 18, Նարեկ Մկրչյան համար 22, Զոհրաբ Բադալյան համար 23, Խաչատուր Էրզրումյան համար 26 և Էրիկ Հովսեփյան համար 77, թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Կամ մրցավարի Սուլիչու մեկ տարկած է հանդիպումը, շատ հետաքրքիր հանդիպումը մեզ սպասվում իսկապես այս 50 րոպեների ընթացքում, եկեք ծանոթացնեմ նաև Bayer Leverkusen-ի կազմը և այսպես Թաթուլ Սևոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հովհաննես Կուրղինյան համար 3, Ալեն Հարոյան համար 4, Արմեն Ասնաուրյան համար 5, Միրան Փափազյան համար 6, Արթուր Պետրոսյան համար 7, Գագիկ Ղուկասյան համար 9, Անդրանիկ Կիրակոսյան համար 10, Արսեն Եղյան համար 17, Վարկես Գեբեշյան համար 21, Հարություն Օհանյան համար 33 և Ժորա Սարգսյան համար 44։ Ադարյան ուղարկում է գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ, ես քիչած նաև կծանոթացնեմ Winter Cup մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը, որտեղ իսկապես շատ հետաքրքիր դիմակայություններ են նախ մեզ սպասվելու, հետո էլ շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել։ Մայիս Մելքոյանն է հիմա գնդակով, կատարեց փոխանցում դեպի Էրզումյանը և շատ հաջող փոխանցում Էրզումյան հարված ու Սևոյան այստեղ կարողանում է հեռացնել գնդակը, ունեն Կարլչին հարվածը դարպասի ուղղությամբ այս խաղում և այն իր անվան դիմաց գրանցեց Խաչատուր Էրզումյանը, հիմա կրկին Էրզումյանն է գնդակով վտանգավոր է, Էրզումյան ևս մեկ հարված ու Սևոյանը հեռացնում է, իսկ Մելքոյանի կատարած հարվածը բարձր է ստացվում, բավական ակտիվ մեկտարք Werder-ի կողմից տեսանք այս հանդիպան մեկտարկում ու տեսնենք հիմա արդեն Bayer-ը ինչով կփորձի պատասխանել։ Պետրոսյանն է գնդակով, փոխանցում դեպի ձախեր կատարում, բայց գնդակ այստեղ տիպավ Սուլեյմանի ձեռքին, բայց չսուլեց մրցավարը, քանի որ գնդակը Leverkusen-ի մոտ էր մնացել, հիմա արդեն եզրային նետում կկատարեն Bayer-ի ֆուտբոլիստները։ Օանյան պարկում է գնդակը Արմեն Ասնաուրյանի ուղղությամբ և Բարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատույցները, այստեղ հեռացեցին գնդակը Werder-ի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան հեռու, հիմա շարունակվում է Bayer-ի գրոհը, բայց այստեղ Մարտիրոսյանը շատ հաջող պաշտպանվեց, իսկ Ադարյանը փորձեց որքան հնարավոր է հեռու ուղարկել գնդակը ու խախտում եղավ հենց Ադարյանի դեմ պայքարում Պետրոսյանի կողմից։ Եվ այսպես այս պահին եկեք ծանոթացնեմ այն թիմերին, ովքեր այս երկու թիմերի հետ ընդգրկված են նույն խմբում և այսպես Watford-ը ունի 3 անցկացած հանդիպումից հետո վաստակած 9 միավոր և 100%-ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 100%-անոց արդյունքով։ City-ն 2 անցկացած հանդիպումից հետո ունի 6 միավոր, Newcastle-ը կրկին ունի 2 անցկացած հանդիպումից հետո 6 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում, Juventus-ը եզրափակում է լավագույն քառյակ այս պահին կրկին 6 միավորով 2 անցկացած հանդիպումից հետո հիմա Ամիրյանի հարվածը տեսանք, բայց այստեղ Սևոյանը վերցրեց գնդակը և այսպես Ատալանտան Պալերմոն ունեն 2 անցկացած հանդիպումից հետո վաստակած 3-ական միավոր, գտնվում են 5-րդ և 6-րդ հորիզոնականում և Mainz-ը Leverkusen-ը, Betis-ը, Chelsea-ն, PSG-ն, Mainz-ը, ներողություն, Մոնցան, Մարսելը, Սևիլյան, Բավարիան, Կադիսը, Werder-ը և Լիոնը այն մնացած թիմերն են, ովքեր տեղ են զբաղեցել այս մրցաշրջանի այս խմբում։ Leverkusen-ը 2 անցկացած հանդիպումից հետո կրել է 1 պարտություն և 1 հանդիպում էլ ավարտել ոչ ոքի հաշվով։ Իսկ Werder-ը ընդամենը 1 հանդիպում է անցկացել, նա
Summer Cup-ի եզրափակիչ հանդիպումը անցկացնելու պատճառով առաջի տուրի հանդիպում բաց թողեց եւ այդ խաղում կրեց Վերդերը պարտություն Manchester City-ից 7-3 հաշվով, իսկապես շատ բարդ հանդիպում ստացվեց այդ օրը Վերդերի ֆուտբոլիստների համար եւ City-ն ուժեղ գտնվեց մրցակցից։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, իհարկե 2, նույնիսկ 3 տուր ձախողելու դեպքում թիմերը մեծ հնարավորություններ ունենում են հաջորդ դուրս գալու, քանի որ դեռ Winter Cup-ի խմբայինը բաղկացած է 17 տուրից հիմա Ամիլյանի հարվածն ենք տեսնում, բայց կրկին շեղությամբ է ստացվում այս հարվածը դարպասի ուղղությամբ ու հարված կլինի Բայերի դարպասից։ Օհանյանը գնդակը մտցնում է խաղի մեջ ուղարկելով Պետրոսյանին, բայց այստեղ պրեսինգի շտորի Մելքոնյանը խլեց գնդակը վտանգավորը, բայց Մելքոնյան կար փոխանցում, իսկ այստեղ Օհանյանից եղած անդրադարձից հետո գնդակը բաժանացավ դարպասապային Ադարյանն էլ հիմա հաջող խլում կարողացավ կատարել, շարժվում է առաջ Ադարյանը, բայց այստեղ հեռացին գնդակը Բայերի ֆուտբոլիստները Մարտիրոսյան դեպի Էլոյանը կատարեց փոխանցում Մարտիրոսյանը Իսկ Էլոյանի փոխանցումը չանցավ ու հիմա Լևերկուզենն է անցել գրոյի կարայո այստեղ Սուլեյմանի կողմից խաղի կանոնների խախտում Գեբեշյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակել մրցավարը Տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացի Բայերն է ինչի կփորձի վերացել իհարկե հերո է տարածությունը գնդակի մոտ էլ Անդրանիկ Կիրակոսյանն է կամ մրցավարի սուլիչը Կիրակոսյան փոխանցումը կա բայց այստեղ Հարությունյանը կարողացավ վերացնել գնդակ ու Վերդերը սկսում է երթական գրոններից մեկը Մելքոնյան լավն էր փոխանցումը դեպի Ամիլյանը բայց այստեղ Գեբեշյանը կարողացավ խլել գնդակը հետո էլ գնդակը դուրս հանեց դաշտի սահմաններից Ես իսկ կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները Մարտիրոսյանն է ստանում գնդակը ու այն ուղարկում Էլոյանի ուղղությամբ աջ եզր Էլոյանը զարգացնում է արագություն անցավ մեկ մրցակցի բայց բավական հեռու թողեց իրենից գնդակը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա արդեն եզից կնետի Վերդեր, այո, սխալ կատարեցին եզային նետում Լևերկուզենի ֆուտբոլիստները Մայիս Մելքոնյան կա փոխանցումը դեպի Էրզումյանը, նորից Մելքոնյանն է գնդակով ևս մեկ լավ գեղեցիկ պատխաղարկում էր Մելքոնյանի հարվածն էլ տեսանք, բայց այստեղ գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ ու հարված կլինի Բայը Լևերկուզենի դարպասից Օհանյան Մնաց գնդակով Օհանյանը, բայց այստեղ Էրզումյանը խլեց, իսկ սա խաղի կանոնների խախտում էր Օհանյանի կողմից ու տեսնենք դեղին քարտ կստանա կարծում եմ Օհանյանը այստեղ խաղի կանոնների խախտելու համար, այո առաջի խախտումն էր նրա կողմից այս խաղում, բայց շատ վտանգավոր հակագրող կազմակերպեց, քանի որ եթե չկատարեր խախտում արդեն Էրզումյանը միայնակ էր մնում դարպասապայի դիմաց, բայց հիմա մրցավարը այնուամենայնիվ կդիտի կրկնապատկերը Դիտեց հիմա մրցավարը կրկնապատկերը և վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հիմա կհեռացնի Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստ Հարություն Օհանյանի, այո, միտումնավոր խախտեց այստեղ Օհանյանը խաղի կանոնները ու սա կարմիր քարտ է միանգամից, այո, ֆուտբոլիստին Այլապես Էրզումյանը միայնակ էր մնացել դարպասապայի դիմաց, բայց 11 մետրանոց հարված նշանակված չէ, այստեղ խաղի կանոնների խախտումը տեղի ունեցել Տուգանային հրապարակից դուրս
արդեն բավական ծանր իրավիճակում են հայտնվում Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստները, այո, առանց այն էլ բավական մեծ տեմպ էր տվել հանդիպան մեկնարկում Վերդերը ու հիմա արդեն մեկ խաղացող էլ ունեն քանակական առավելություն խաղադաշտում Վերդերի ֆուտբոլիստները։ Հիմա բավական մոտ տարածությունում տուգանային հարվածի հնարավորություն է ստացել Վերդերը, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Վերդերի ֆուտբոլիստերը։ 3 ֆուտբոլիստը միանգամից գնդակի մոտ կամրցավարի Սուլիչը Մելքոնյանը թողեց Էրզումյանին գնդակը, բայց Էրզումյանի հարվածից հետո գնդակը դիպավ պատկազմած ֆուտբոլիստերին ու դուրս եկավ խաղադաշտից։ Անկյունային է, տեսնենք ինչպես խաղարկեն, Ամիլյանն է տեղադրել գնդակը, Ամիլյան փոխանցում, բայց այստեղ էլ առաջինը կրկին Բայերի ֆուտբոլիստերն էին ու հիմա Գեբեշյանն է ձախ եզրով շարժվում առաջ, այստեղ հասցրեց Էլոյանը կանգնել գնդակի ճանապարհին։ Ու եզրային նետում կկատարի հիմա արդեն Բայերը Փափազյան, սա խաղի կանոնների խախտում էր միանշանակ Սուլեյմանի կողմից։ Փափազյանի դեմ պայքարում Խորքից փոխանցում ենք տեսնում, այստեղ Կիրակոսյանը փորձեց չեղել գնդակի ուղղությունը, բայց հաջող չստացվեց Հարությունյանը արագ նետում կատարեց Ամիլյանի ուղղությամբ։ Զորաբադարյան դեպի աջ փոխանցում տեսանք, Սուլեյմանն է այստեղ գնդակով։ Մարտիրոսյան նորից Ադարյանի հետ խաղարկեց ու վերջինս գնդակը հասցեագրում է դարպասապահ Հարությունյանին։ Կրկին խորքից են սկսում Վերդերի ֆուտբոլիստները Սուլեյման Մարտիրոսյանի հետ խաղարկեց գնդակը Էլոյան Արդայշամ հանգիստ կերպով խաղարկում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները Էրզումյան, բայց մի փոքր անհաջող կասեցում կատարեց այստեղ Էրզումյան ու գնդակը բաժինացավ հիմա Լևերկուզենի ֆուտբոլիստերին Ադարյան պայեց գնդակը դաշտի սահմաններում Զորաբադարյանը ու արդեն սկսում է Վերդերը խորքից երթական գրողներից մեկը Սուլեյման ուղարկում է գնդակը Ադարյանի ուղղությամբ չնկատեց Մելքոնյանի առաջ խաղացումը Ադարյանը փոխարենը հիմա կատարեց փոխանցում ու պայեց Մելքոնյանը գնդակը դաշտի սահմաններում Էլոյան նորից Մելքոնյանին է ուղարկում գնդակը բայց այստեղ Մելքոնյանի կատարած փոխանցման ճանապարհը փակվեց ու եզրային նետում են իրացնում Վերդերի ֆուտբոլիստները Սարգիս Մարտիրոսյան ուղարկում է գնդակը Ամիլյանին Զորաբադարյան հիմա ձախ եզրով է Ադարյանը միացել գրոին, բայց այստեղ Պետրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ ուղարկեց այն Կիրակոսյանի ուղղությամբ։ Հասցրին այստեղ դուրս գալ պաշտպանությունից Բայերի ֆուտբոլիստները։ Սարգիս Մարտիրոսյան կրկին նայ է գնդակը ուղարկում է գնդակը Սուլեյմանի ուղղությամբ։ Ամիլյան նորից Սուլեյման Էլոյանին ուղարկեց գնդակ ու հետ փոխանցում կրկին պաշտպանության խորք որտեղ Սարգիս Մարտիրոսյանը դեր զբաղեցել իսկապես Մարտիրոսյանը Վերդերին միանալուն պես այս երկարատև բացակայությունից հետո էլ ավելի ամրապնդեց թիմի պաշտպանությունը մասնավորապես կենտրոնական հատվածը իսկապես շատ ամուր եւ օգտակար ֆուտբոլիստ է Մարտիրոսյանը Վերդերի ասում ցանկացած թիմում որտեղ հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ Մարտիրոսյանը իսկապես նա բավական մեծ դեր ու նշանակություն ունենում է այդ թիմի կազմում Էլոյան հիմա աչ եզրում է Էլոյանը կատարեց փոխանցում Էրզումյան Մայիս Մելքոնյան հարված ուշեղությամբ է ստացվում Մայիս Մելքոնյանի կատարած հարվածը այո եւս մեկ հնարավորություն հիմա կորցրեցին Վերդերի ֆուտբոլիստները Հիմա խաղարկում են Լևերկուզենի ֆուտբոլիստները գնդակը, բայց կրկին Վերդերը խլեց Էլոյանն է գնդակով, թողեց գնդակը Ամիլյանին, կրկին Էլոյան նորից Ամիլյանի հետ խաղարկեց, Ադարյանին է ուղղված այս փոխանցումը, կպա իհարկե գնդակը Ադարյանը ու նորից պաշտպանության խորք է ուղարկում գնդակը, որտեղ Մարտիրոսյանն է լավն էր Մարտիրոսյանի փոխանցումը, բայց այստեղ
Անդրանիկ Կիրակոսյանը կարողացավ հեռացնել գնդակը ու կտեսնենք անկյունային հարված Վերդերի կատարմամբ։ Ադարյան կա փոխանցումը դեպի կենտրոն, Սուլեյման գուցե երվից փորձի, Սուլեյմանը հարված ու կրկին այստեղ փայլում է Բայեր Լևերկուզենի դարպասապատ Աթուլ Սևոյանը ոտքով հեռացնելով գնդակը ևս մեկ անկյունային հիմա կիրացնեն Լևերկուզենի դարպասի ուղղությամբ Վերդերի ֆուտբոլիստները։ Կրկին Ադարյանն է գնդակի մոտ, այն իրացնելու համար հիմա խաղարկեց գնդակը Ադարյանն Երզումյանի հետ։ Ամիդյան ու դեպի աջ, որտեղ Սուլեյմանն է։ Բարձից փոխանցում տեսանք դեպի Տուգանային հրապարակ, Մելքոնյանն էլ ավելացնում է գրոհի ընթացքը Երզումյան, բայց այստեղ Կիրակոսյանը հեռացեց գնդակ ու կարողանում են հիմա արդեն Բայերի ֆուտբոլիստները վերահասկել գնդակը աջ եզրով։ Զարգացնում է արագություն Հարոյանը, կա փոխանցումը, բայց այստեղ Սուլեյմանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ շատ հաջող կերպով ուղարկեց գնդակը Ադարյանի ուղղությամբ, վտանգավոր է Երզումյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Երզումյանը, Մայիս Մելքոնյանը հարված է պետ դարպասի ուղղությամբ, բայց այստեղ կորցնում են կրկին իրենց հնարավորություններից մեկը Վերդերի ֆուտբոլիստները։ Սուլեյման ուղարկում է գնդակը Սարգիս Մարտիրոսյանին, գնալով էլ ավելի է Բարսաստում տեմպը հանդիպման Վերդերը, բայց առայժմ անառիկ է Բայեր Լևերկուզենի դարպասը, Փափազյանն է հիմա կարողանում խլել գնդակը եւ այն ուղարկում է դեպի աջ, Հարոյանն է կրկին այստեղ։ Հարոյան, բայց այստեղ պայծ գնդակը Հարոյանը դաշտի սահմաններում չկարողացավ փոխանցում կատարել, հիմա էլ հենց Ադարյանի դեմ պայքարում հասցրեց փոխանցում կատարել, Կիրակոսյան ուժեղ փոխանցում առաջ, բայց Հարությունյանը այստեղ դուրս եկավ ու բռնուչներով հեռացեց գնդակը։ Հիմա էլ Սուլեյմանը հասցրեց փոխանցում կատարել դեպի Մարտիրոսյանը ու Մարտիրոսյանի կատարած փոխանցումից հետո եզից նետում են Բայերի ֆուտբոլիստները արագորեն, Սուլեյմանը կրկին լավ գործեց այստեղ, խլեց գնդակ ու հասցրեց գնդակը Ամիլյանին, բայց այստեղ չեն հասկանում միմյանց Վերդերի երկու ֆուտբոլիստներ ու եզից կնետեն Բայերի ֆուտբոլիստները, Կիրակոսյանը մասնավորապես կատարի եզրային նետում ուղարկում է գնդակը պաշտպանություն։ Կրկին Կիրակոսյանն է գնդակով։ Բայց այստեղ Ադարյանը խլեց գնդակը, հետո էլ վաստակեց եզրային նետումը շարքեց մրցավարը, բայց ոչ թե Ադարյանն էր վաստակել, այլ հենց Ադարյանից էլ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու գնդակը կլինի Բայերի մոտ։ Մինչ այդ փոփոխություն երկու թիմերի կազմում էլ տեսանք։ Ու տեսնենք նոր խաղադաշտ մտած ֆուտբոլիստների ինչպիսի ընթացք կտան հանդիպանը։ Կատարված է եզրային նետումը, Երջանն էլ ուղարկեց գնդակը դեպի Հարոյանը, բայց այստեղ Ադարյանն է խլում կատարում ու շարժվում առաջ, Մայիս Մելքոնյան, մեկ հպումով ուղարկեց գնդակը հաջող կերպով Սուլեյմանին ու սպասեց պատասխան փոխանցմանը, բայց դա տեղի չունեցավ, Երզումյան այստեղ մնաց գնդակով Խաչատուրը Երզումյանը, Ամիլյան, կրկին Երզումյան, Մայիս Մելքոնյանի հետ խաղարկեց գնդակը, Մելքոնյան, անցավ մեկ մրցակցի, Մելքոնյանը ինքն էլ կարող է եզրափակել գրող հարված, բայց կրկին շեղությամբ է ստացվում Մելքոնյանի կատարած հարվածը։ Հիմա աչեզով են անցնում գրոհի Բայերի ֆուտբոլիստները, բայց այստեղ Ադարյանը կարողացավ խլել գնդակը մրցակցից, Ամիլյան ուղարկում է գնդակը Սուլեյմանին ու վերջինս էլ թողեց գնդակը Մարտիրոսյանին, սկսում են խորքից կրկին Վերդերի ֆուտբոլիստները այո գնալով հանդիպան ընթացքն ու տեմպը բավական բարձր է դառնում, բայց առայժմ չունեն խփված գնդակ այս խաղում։ Մայիս Մելքոնյան հասավ գնդակին Մելքոնյանը, բայց կորցրեց հիմա Մելքոնյանը գնդակ ու այն բաժին հասավ Բայերի ֆուտբոլիստերին։ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում Բուրղինյանի դեմ պայքարում ու Վերդերը սկսում է նորից պաշտպանությունից եւ այստեղ սխալվեցին, հիմա Ժորա Սարգսյանն է խլում գնդակը ու արագորեն էլ կորցրեց եւ
ստիպված եղավ խախտել խաղի կանոնները, բայց գնդակը մնաց Վերդերի մոտ, այդ իսկ պատճառով սուլեց մրցավարը, Ադարյան կա փոխանցում դեպի Էրզումյանը, վտանգավոր է, Վոլոդյան Մարկարյան հարված է պետք կատարել, Մելքոնյան հարված ու այստեղ պաշտպանը ի վրա ընդունեց գնդակը, մրցավարը սուլեց, կար ձեռքով խաղ, բայց Տուգանդային հրապարակից դուրս էր տեղի ունեցել խաղթումը եւ այստեղ չկա 11 մեծանոց հարված Տեսնենք կրկին նույն տարածություն ինչ կարմիր քարտի դրվագում էր Հիմա գնդակի մոտ Ամիլյանն ու Մելքոնյանն են կարծես այս անգամ Մելքոնյանն է պատրաստվում հարվածի կամ մրցավարի սուլիչը Մելքոնյանն ուղարկեց գնդակը Սուլեյմանին նրա կատարած փոխանցումից հետո Կիրակոսյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից անկյունային հիմա կիրացին Վերդերը Ամիլյանն է տեղադրել գնդակը անկյունային իրացնելու համար Ամիլյան կա փոխանցումը, բայց այստեղ Կիրակոսյանը կրկին հեռացնում է գնդակը թույլ չտալով որպեսզի հարված հետևի Բայերի դարպասի ուղղությամբ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Վոլոդյա Մարկարյանին Մարկարյանն էլ դեպի աջ ուղարկեց գնդակը Էրզումյան թողնում է հիմա Մելքոնյանի գնդակը Վոլոդյա Մարկարյան հիմա գտավ Մարտիրոսյանին ծախ եզրում է հայտվել Մարտիրոսյանը ու հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց այստեղ դարպասապահը տեղում էր ու կարողացավ հեռացնել գնդակը կրկին գնդակը Վերդերի ֆուտբոլիստների մոտ է Զորաբ Ադարյան ուղարկեց Էրզումյանին կրկին Ադարյանին էր ուղղված փոխանցումը, բայց այստեղ Անդրանիկ Կիրակոսյանը նորից առաջինը արձագանքեց գնդակին ու հիմա նետվում է առաջ Բայերը Ժորաս Սարգսյան կա փոխանցում դեպի Հարոյանը հիմա արդեն հասել են վերադասավորվել Վերդերի ֆուտբոլիստերից Բայերի գրոյի տեմպը ընկավ Ես իսկ նետի Լևերքուզենը Հարոյան ուղարկեց գնդակը Կուրգինյանին բայց այստեղ Վոլոդյա Մարկարյանը հաջող գործեց ու հիմա պայքարում էր գնդակի համար, բայց կար խաղի կանոնների խախտում, այո Վոլոդյա Մարկարյանի դեմ պայքարում ոչ խախտում չէր նշանակել մրցավարը, այլ եզային նետում Վերդերի օգտին նշանակեց, Կուրգինյանից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից, Մայիս Մելքոնյան հիմա ստացել է գնդակը Մելքոնյան ուղարկեց գնդակը Ամիլյանին, Սուլեյմանն է ստանում գնդակը, աստիճանաբար առաջի խաղակեսը մոտենում է ավարտին եւ դեռ չունենք այս խաղում խփված գնդակի հիմա Ժորա Սարգսյանը խլեց գնդակը մրցակցից, բայց միանգամից 3 մրցակցի շրջապատման մեջ ընկավ Ադարյանն իհարկե թիկունքից էր փորձում մոտենալ, բայց խախտեցին խաղի կանոնները Ժորա Սարգսյանի դեմ պայքարում ու Ստանդարտ հիմա կիրացնի Բայերը առաջի կեսը մոտենում է ավարտին Վերջին րոպեներն են առաջի խաղակեսի հիմա Կա մրցավարի սուլիչը Տեսնենք Կիրակոսյանն էլ գնդակի մոտ է Բավական հեռու է տարածությունը, բայց կարծես Կիրակոսյանը հարված է պատրաստվում Կա հարված ցածից ընթացավ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից Մարտիրոսյան գրոյ տեղափոխություն դեպի Մուրադյանը, Հայկ Մուրադյանը քիչ առաջ մտավ խաղադաշտ Մարտիրոսյանն է կրկին գնդակով ուղարկում է գնդակը Էրզումյանին Մայիս Մելքոնյան Մարկարյանն ուղարկեց գնդակը Ամիլյան կա Հայկ Մուրադյանի տարբերակը կատարեց փոխանցումը Ամիլյանից Մուրադյանի կատարած փոխանցման ճանապարհը փակվեց Այստեղ պայծ գնդակը դաշտի սահմաններում
Բայերի ֆուտբոլիստը ու շարժվում է առաջ Աչեզով Ալեն Արոյանը բավական լավ անցում է Արոյան վտանգավոր է մնաց գնդակով Արոյանը բայց Վոլոդյա Մարկարյանը վերջին պահին խլեց գնդակը մրցակցից Ամիլյան ուղարկում է գնդակը Մայիս Մելքոնյանին ու հետվում է առաջ Վերդերը Մելքոնյան բայց ուժեղ ստացվեց այստեղ Մելքոնյանի փոխանցումը եւ վերջ առաջի խաղակեսային այստեղ էլ ավարտում է կարճ դադար որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլիստներն մենք վերադառնում ենք միասին շարունակելու հետևել Վերդերն է Բայեր Լևերկուզենի հանդիպան եկել խաղակեսը մեկ տարկած է խաղակեսը առաջի կեսից հետո չունեն խփած գնդակ առայժմ խաղադաշտում ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կփորձեն անել եկեք եւս մեկ անգամ արագորեն հայացք նետենք մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Վերդերից Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վոլոդյա Մարկարյանը համար 5 Էրիկ Էլոյան համար 7 հիմա վտանգավոր Գրոյանցել Վերդերը բայց գնդակը այստեղ չհասավ Մելքոնյանին ու անկյունային արված հիմա կիրացնեն Վերդերի ֆուտբոլիստները Էրիկ Էլոյան համար 7 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոնյան համար 11 ով նաև թիմի ավագ թե Սարգիս Մարտիրոսյան համար 14 Հիմա Ադարյանն է բավական հաջող անցում կատարում ու բացում այս հանդիպան հաշիվը 1-0 Վերդերն առաջ է հասնում հաշվի մեջ Այո, արագ կերպով խաղարկեցին այստեղ Վերդերի ֆուտբոլիստները անկյունային ու Ադարյանի անցումից հետո անկասելի ստացվեց հենց նրա կատարած հարվածը 1-0 Վերդերը առաջինը հասավ հաջողության նույնիսկ թույլ չտվեցին Վերդերի ֆուտբոլիստները որպեսզի ծանոթացնեն իրենց այտացուցակը այդպես արագ գոլի հեղինակ դարձավ Զորաբ Ադարյանը եկեք հիմա նորից սկսենք ծանոթանալ Վերդերի կազմին ու Սկսենք ամենասկզբից Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վոլոդյա Մարկարյան համար 5 Էրիկ Էլոյան համար 7 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոնյան համար 11 ով ինչպես նշեցի թիմի ավագն է Սարգիս Մարտիրոսյան համար 14 Հակոբ Ամիրյան համար 17 Սուլեյման Անիմասյան համար 18 Նարեկ Մկրտչյան համար 22 Զորաբ Ադարյան համար 23 ուժեղ ստացվեց այստեղ Մելքոնյանի փոխանցումը Էլոյանի համար ու արված կլինի Բայերի դարպասից Խաչատուր Էրզումյան համար 26 եւ Էրիկ Հովսեփյան համար 77 Թաթուլ Սևոյանը տեղ է զբաղեցել Բայերի դարպասում համար 1 Հովանես Կուրգինյան համար 3 Ալեն Հարոյան համար 4 Արմեն Ազնավուրյան համար 5 Միրան Փափազյան համար 6 Արթուր Պետրոսյան համար 7 Գագիկ Ղուկասյան համար 9 Անդրանիկ Կիրակոսյան համար 10 Արսեն Եղյան համար 17 Վարդգես Գեբեշյան համար 21 Հարություն Օանյան համար 33 ովքեր հետևեցին առաջի խաղակեսին տեսան որ Օանյանը հեռացվեց խաղադաշտից հանդիպանեց մեկ տարկում, այո, ստիպված լինելով խախտելով խաղի կանոնները վերջին հույսի խախտման համար տեսավ կարմիր կարդ գլխավերևում Օանյանը մրցավարի կողմից եւ այլևս չի կարողանում օգնել իր թիմին եւ Ժորա Սարգսյանն էլ հանդիսանում է 44 համարի ներքո Էլոյանն է հիմա ստանում գնդակը խաղարկեց Մելքոնյանի հետ Շատ լավ նկատեց Ադարյան Մելքոնյանը Զորաբ Ադարյան կա փոխանցումը բայց այստեղ վերջի պահին շեղեցին գնդակի ուղղությունը Բայերի պաշտպանները կրկին Սարգիս Մարտիրոսյանն է գնդակով Մայիս Մելքոնյան Մարտիրոսյան գուցե հերվից փորձի Մարտիրոսյանը փորձեց Մարտիրոսյանը հերվից հարված կատարեց հարվածն էլ բայց այստեղ դարպասապա Թաթուլ Սևոյանը տեղում էր, լինենք անկեղծ Մարտիրոսյանի հարվածը ամբողջ ուժով չստացվեց Մելքոնյան գեղեցիկ գործեց Մարկարյան շատ գեղեցիկ փոխանցում է Էրզումյան, բայց այստեղ Էրզումյանի կատարած փոխանցումը չհասավ Մելքոնյանին ու Պետրոսյանն է զարգացնում արագություն Արթուր Պետրոսյան անցավ այստեղ մեկ մրցակցի Պետրոսյան հարված ու Էլոյանն է հիմա լրացում գնդակը բավական լավ անցում էր ձեռնարկել այստեղ Պետրոսյանը հարված էլ նույնիսկ կատարեց այդ բարդ իրավիճակից հետո, բայց Էլոյանը կարողացավ հեռացնել գնդակը նրա կատարած հարվածից հետո անկյունային հարված հիմա կիրացնեն Բայերի ֆուտբոլիստները Պետրոսյանն է գնդակի մոտ կա փոխանցումը հարվածել նույնիսկ տեսանք ու բարձր ստացվեց այո Բայեր Լևերկուզենը
Նույնիսկ այս պարագայում, որ մեկ խաղացող պակաս է խաղադաշտում մրցակցի հանդեպ, փորձում է ամեն հնարավորինս անում է դեպի մրցակցի դարպասը գրավելու, խոցելու համար, բայց առայժմ դա թիմի մոտ չի ստացվում։ Մելքոնյանը կփորձի հասնել այս գնդակին, ուժեղ էր փոխանցումը, հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում, Էրզումյանն էլ արվածեց այստեղ պաշտպանը Իվան Անտոնես, գնդակը երկրորդ տեմպով է շարունակում Վերդերի գրո, հիմա կորցրեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները ու Գեբեշյանն է ձախ եզով չարվում առաջ, բայց Էլոյանը հասցրեց հեռացնել գնդակ ու կարծես այստեղ կար խաղի կանոնների խախտում Էլոյանի կողմից, այո։ Ստանդարտը տեսնենք ինչ կտա հիմա Լևերկուզենին։ Կիրակոսյանն է կրկին գնդակի մոտ եւ այս անգամ հարվածային է դիրքը կամարցավարի ցուլիչը Կիրակոսյան հարված ու կրկին Էլոյանը փակեց գնդակի ճանապարհը նորից անկյունային հիմա կիրացնեն Բայերի ֆուտբոլիստները բավական ակտիվ են երկու թիմերն էլ մեկտարկել երկրորդ խաղակեսը եթե առաջի կեսում այդ առավելությունը միակողմանի էր ապա հիմա արդեն երկու թիմերն էլ հավասարաչափ գրոններ են իրականացնում, բայց առայժմ միայն հաջողության է հասել Վերդերը, կա փոխանցումը եւ հիմա եթե ստացել Պետրոսյանի մոտ հարված կատարել, ապա կարող էր հավասարացնել Պետրոսյանը հաշիվը, բայց չհասավ գնդակին այս դրվագում, հիմա տեսնենք ինչ է պատահել Լևերկուզենի ֆուտբոլիստին, դժվարանում եմ ասել ով է այս պահին հայտնվել խոտածածկին, բայց վնասված է կարծես ստացել Լևերկուզենի ֆուտբոլիստը։ Այո, Հովանես Գուրգինյանն է հայտնվել խոտածածկին, Բայերի պաշտպանը հիմա արդեն հստակ երևաց, բայց ամեն ինչ կարգին է Գուրգինյանի հետ, այո, եւ նա կշարունակի հանդիպումը։ Կատարված է եզրային նետումը Սարգիսը Մարտիրոսյան դեպի ձախ փոխանցում տեսանք Մուրադյանն է այստեղ նորից Մարտիրոսյան կրկին Մուրադյանն հետ խաղարկեց գնդակը Մարտիրոսյանը ու այստեղ եզրային նետում վաստակեց Մուրադյանը Վերդերի համար Վոլոդիա Մարկարյան, կրկին Մուրադյան ու սկսում է Հայկ Մուրադյանը Վերդերի հերթական գրոններից մեկը ուղարկելով գնդակը Մելքոնյանի Խաչատուր Էրզումյան այստեղ չկարողացան հասկանալ միմյանց Վերդերի երկու ֆուտբոլիստներ ու Բայերը խլեց գնդակը, բայց Էլոյանը հասցրեց այն հեռացնել եզրային նետում կտեսնենք Բայերի կատարմամբ Փափազյանն է կատարում եզրային նետում Ադարյանն էլ խլեց գնդակը մրցակցից ու հարված ստացավ այստեղ ոտքին Էլոյան հարակորեն խաղարկեց գնդակը Մարտիրոսյանի հետ, վերջինս էլ գնդակ ուղարկում է Վոլոդիա Մարկարյանին, դեպի ձախ փոխանցում տեսանք Հայկ Մուրադյան, Մելքոնյան թողեց գնդակը Ադարյանին, գուցե եւս մեկ անգամ փորձի Ադարյանը հերվից, Մելքոնյան չանցավ այստեղ փոխանցումը Ադարյանին էլ Մելքոնյանին էլ նույնպես, իսկ հիմա Ադարյանը թիկունքին շատ կոպիտ դիմավորեց մրցակցին ու կստանա դեղին քարտ, նույնիսկ Չել փորձում վիճել, իհարկե ակնհայտ էր այս խաղի կանոնների խախտումը Ադարյանի կողմից ու կարմիրից հետո ունենք առաջին քարտը այս խաղում, դեղին քարտ ստացավ Զորաբ Ադարյանը Էլոյան Կարբ խաղի կանոնների խախտում այստեղ Էլոյանի դեմ պայքարում Արագորեն կրկին խաղարկում է Վերդերը գնդակը Վոլոդիա Մարկարյան
Ադարյանին ուղարկեց գնդակ ու դեպի ձախ Հայկ Մուրադյանն է ստանում այստեղ գնդակ ուղարկելով Էրզումյանին կրկին Մուրադյանն է գնդակով հաջող անցում ստացվեց այստեղ Հայկ Մուրադյան Մելքոնյան Ադարյան բայց փակվեց այստեղ Ադարյանի հարվածի ճանապարհը Գեբեշյանի կողմից ու գնդակ ուղարկում է Պետրոսյանին Պետրոսյանն էլ կփորձի զարգացնել արագությունը առայժմ Չստացվեց հասցրեցին վերադասավորել Վերդերի ֆուտբոլիստները, բայց գնդակը Գեբեշյանի մոտ է Էլոյանը պայքարեց նրա դեմ ու խլեց Այո, բավական հետաքրքիր հակամարտություն ենք այսօր դիտում Գեբեշյանի և Էլոյանի միջև Էլոյան շատ գեղեցիկ կերպով թողեց այստեղ գնդակը Մելքոնյանին, բայց Փափազյանը հասցրեց Փագել գնդակի ճանապարհը Զորաբ Ադարյան երկրորդ տեմպով է Վերդերը անցել գրոյ Մայր Մելքոնյան հարված ու այստեղ Սևոյանը կարողանում է հեռացնել գնդակը Էրզրումյան, այստեղ կար խախտում, բայց գնդակով մնաց Խաչատուրը Էրզրումյանը երկու դեպքում էլ Էրզրումյան վտանգավոր է հարված ու դարպասածողն է հիմա էլ օգնում Բայերին Եզրիս կնետի հիմա Վերդերը Մարտիրոսյանն է կատարում եզրային դետում ուղարկելով գնդակը Էլոյանին ու գրոյ տեղափոխություն դեպի ձախ որտեղ Հայկ Մուրադյանն է Մուրադյանը շարժվում է առաջ գնդակով, հիմա կատարեց փոխանցում Մելքոնյանի ուղղությամբ, Զորաբ Ադարյան, տեսնենք Ադարյան հարված, ու 2-0 Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը Ադարյանի հարվածը այսօր անկասելի են ստացվում։ Զորաբ Ադարյան դուբլ 2-0 արդեն Վերդերը լուրջ հայտ է ներկայացնում այս հանդիպումը հաղթելու համար, այո, ճիշտ է երկու գնդակը դեռ որոշիչ չէ Բայերի դեմ, Բայերի պես թիմերի դեմ խաղում, իհարկե Բայերը ցանկացած իրավիճակից կարող է երկու գնդակ փրկել ու հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց եկեք չմոռանանք այն հանգամանքը, որ Լևերկուզեն այս պահին գտնվում է մեկ խաղացող պակաս խաղադաշտում եւ դա իհարկե իր տեղը զգացնել տալիս է։ Հիմա հարված տեսանք շատ վտանգավոր ու եթե գնդակը հայտնվեր դարպասում, ապա կարող էր ամեն ինչ գլխի վայր շրջվել, բայց Հարոյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Հայկ Մուրադյան հասցրեց ազատվել այստեղ Մուրադյանը գնդակից ու հարված ստացավ ոտքին, բայց գնդակը մնաց Վերդերի մոտ, հիմա արդեն սուլեց մրցավարը տեսնելով Մուրադյանի խորտացվածքին։ Ամեն ինչ կարգին է Մուրադյանի հետ, նա շարունակի օգնել Վերդերին, հիմա Մելքոնյանը կարող է գրավել դարպասը եւ այդպես էլ անում է 3-0 բավական լավ եզրափակում տվեց Մելքոնյանը այս գրոյին երապատկելով Վերդերի առավելությունը Երեք 0 այո Մայքս Մելքոնյանը շատ դիպուկ գտնվեց այս դրվագում գնդակ ուղարկելով հեռավոր անկյունը դարպասի ու հիմա արդեն 3 գնդակի առավելություն իհարկե չասենք անհնարին, բայց բավական բարդ կլինի Բայերի համար մտածել ետ բերելու մասին։ Պետրոսյանը այստեղ շարժվում է առաջ ձախ եզրով Պետրոսյանը ու Էլոյանը հասցրեց հեռացնել գնդակը եզրային նետում հիմա կկատարեն Լևերկուզենի ֆուտբոլիստները Փափազյանն է կատարում եզրային նետում ուղարկելով գնդակը Հարոյանին, բայց այստեղ կարողացան հեռացնել Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Մելքոնյան դիպել էր այո գնդակը ձեռքին եւ եկեք ծափարություններ այստեղ մատուցենք Մայից Մելքոնյանին, նա ինքն էլ շարունակեց գրոհը խոստովանելով այո մրցավարին, որ դիպել էր գնդակի ձեռքին։ Հիմա խլեց գնդակը կրկին Մելքոնյանը, բայց այստեղ փոխանցումը չհասավ
Խաղանկերոջ ու Բայերը շարժվում է առաջ։ Արոյան կատարեց փոխանցում դեպի Փափազյանը վտանգավոր է, բայց այստեղ Փափազյանի կատարած փոխանցումից հետո արված չտեսանք դարպասի ուղղությամբ Ամիրյան ուղարկեց գնդակը Մարիս Մելքոյանին, կպայի Մելքոյան այստեղ գնդակը իհարկե դաշտի սահմաններում, շատ լավ է նկատել խաղանկերոջը Մելքոյանը, բայց փոխանցումը չհասավ դեպի Էրզումյանը։ Հիմա աչեզով գրովում են Բայերի ֆուտբոլիստները, բայց բավական հեռու թողեց այստեղ գնդակը իրենից Ալեն Հարոյանը ու այս գնդակին հասնել պարզապես շատ բարդ էր։ Հայկ Մուրադյան շատ լավ նկատեց Մելքոյանի գրոյի միացումը, Մուրադյանը Մելքոյան փոխանցումն էլ կար, բայց այստեղ վերջի պահին գնդակի ճանապարհը փակեց Գագիկ Ղուկասյանը։ Նորից աչեզով են գրովում Բայերի ֆուտբոլիստները, Փափազյան թողնում է գնդակը Փափազյանը, խաղանկերոջը ու շարժվում առաջ, Եզրային է դու մակիրաստի Բայերը։ 10 րոպեից մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել հիմնական ժամանակի ավարտին եւ Վերդերը շատ վստահ առավելություն ունի այս պահին խաղադաշտում, իհարկե եթե մեկ գնդակ կարողանա արագորեն ետ բերել Լևերկուզենը, ապա ամեն ինչ հնարավոր կլինի տեսականորեն պատկերացնել, բայց այս պարագայում շատ բարդ է դրա մասին նույնիսկ մտածելը։ Եզրային նետում հիմա կտեսնենք Լևերկուզենի կատարմամբ, մինչ այդ փոփոխություն կլինի Բայերի կազմում։ Ղուկասյանը ուժեղ փոխանցում է կատարում Փափազյանի ուղղությամբ։ Փափազյանը այստեղ անցավ մրցակցին, Փափազյանը հարվածեց դարպասի ուղղությամբ, Հարությունյանը չկարողացավ այստեղ ֆիքսել առաջին դրվագից գնդակը, բայց երկրորդ դրվագի կատարած հարվածը բավական բարձր ստացվեց Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստի, տվյալ դրվագում հայտնվել էր Արսեն Եղյանն ու գնդակը բավական բարձր ընթացավ Մարտիրոսյան, հաստրեց գնդակը Ամիրյանին, Մարիս Մելքոնյանն է ընդունում հիմա գնդակ ու շրջվում գնդակով, Մելքոնյան գուցե հեռվից փորձի Մելքոնյանը ոչ դեպի Մարգարյանները ուղղված այս փոխանցումը, բայց մի փոքր հեռու թողեց Վոլոդիա Մարգարյանը իրենից գնդակը ու արված կլինի հիմա Բայեր Լևերկուզենի դարպասից։ Խաղարկեց Կուրղինյանի հետ գնդակը դարպասապա Սևոյանը, բայց այստեղ գնդակը կրկին Վերդերի ֆուտբոլիստերին բաժինացավ եւ քանակական առավելությամբ նետվում են առաջ Հայկ Մուրադյան, բարձր ստացվեց այստեղ Մուրադյանի հարվածը բավական նպաստավոր է դիրքը, բայց Մուրադյանի կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ, հիմա Մուրադյանն է կրում թիմի ավագի թեև կապը Մելքոնյանի խաղադաշտը լքելուց հետո, Ամիրյան հարված ու օրիզոնական դարպասածողն է հիմա էլ օգնության գալիս Լևերկուզենին, Սուլեյմանն էլ հարվածեց դարպասապահի հետ բղեց, հիմա էլ Սևոյանը վերցրեց գնդակը Վոլոդիա Մարգարյանի կատարած փոխանցումից հետո շարժվում է առաջ Լևերկուզենը, շատ գեղեցիկ անցում այստեղ կարողացավ կատարել Լևերկուզենի 4 համարը ու հիմա էլ այստեղ Եղյանի կատարած հարվածից հետո փրկվեց Վերդերը դարպասածողի օգնությամբ, Վոլոդիա Մարգարյան շարժվում է առաջ Մարգարյանը, աչից միացել է գրոյին, Սուլեյմանը կատարեց Մարգարյանը փոխանցում նրա ուղղությամբ, Էրզրումյան վտանգավոր է, Խաչատուր Էրզրումյան, բայց այստեղ փակվեց Էրզրումյանի հարվածի ճանապարհը, հիմա տեղին քարտ է ստանում Էրզրումյանը մրցավարի հետ վիճելու համար։ Եզրային նետում իրացված է Էլոյան,
Աչ եզրով միացել է Գրոյի Էլոյանը, շատ լավ անցում ստացվեց, փոխանցում Էրզումյան արված 4-0-այով Վերդերը կարողանում է քառապատկել իր առավելությունը։ Խաչատուր Էրզումյան 4-0-այով, բայց բավական գեղեցիկ անցում կատարեց մինչ այդ Էրիկ Էլոյանը գնդակը հասցեագրելով խաղընկերոջը Էրզումյանի դիրքն էլ այնպես չէ, որ բավական նպաստավոր էր իհարկե անհարմար էր մի փոքր դիրքը, բայց կարողացավ իրեն հարմարեցնել հարված կատարելու համար Էրզումյանը ու գրավեց մրցակցի դարպասը, կարող ենք փաստել իհարկե վերջնական այս գոլով, որ Վերդերը խաղադաշտը կլքի 3 միավոր վաստակած, հիմա Էլոյանն է միացել Գրոյին եւս մեկ փոխանցում ու այստեղ կարողացան Բայերի ֆուտբոլիստները փակել գնդակի ճանապարհը, իսկ այստեղ Անդրանիկ Կիրակոսյանը բավական հեռու թողեց իրենից գնդակը եզրային նետում, բայց մինչ այդ փոփոխություն կտեսնենք Վերդերի կազմում։ Մելքոնյանը կրկին վերադարձավ խաղադաշտ։ Փոխարինելով Սարգիս Մարտիրոսյանին ու կատարված է եզրային նետումը, բայց այստեղ Էլոյանի կատարած փոխանցումից հետո գնդակը բաժինացավ Լևերկուզենի ֆուտբոլիստին, իսկ Լևերկուզենի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Դարպասապահ Էդվարդ Հարությունյանը հիմա գնդակը կմտցնի խաղի մեջ, կա մրցավարի սուլիչը Սուլեյման Էլոյանին կատարեց փոխանցում, իսկ այստեղ մաքուր գործեց Գեբեշյանը խլելով գնդակը մրցակցից ու շարժվելով առաջ Գեբեշյանը ինքն էլ հարված է դարպասի ուղղությամբ, բայց թույլ ստացվեց Գեբեշյանի կատարած հարվածը, հիմա էլ եսից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները։ Սուլեյման ուղարկում է գնդակը Հայկ Մուրադյանին, կրկին Սուլեյմանն է ստանում գնդակը Ադարյան, նորից Սուլեյման, այո խաղարկում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները փորձելով հանդիպումը ավարտել, բայց առայժմ կա մի քանի րոպե խաղաժամանակի հիմնական ժամանակի ավարտին, Էլոյանին հասավ գնդակը, զարգացնում է Էլոյանը արագություն այստեղ Ղուկասյանի դեմ պայքարում, բայց հարված կլինի դարպասից Էլոյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից 2 րոպեից մի փոքր ավել մինչ հիմնական ժամանակի ավարտը, պլյուս որքան կփոխադրեցին մրցավարը, բայց իհարկե կարծում եմ առավելագույնը 1-2 րոպե, քանի որ առանց այն էլ պարզ է հանդիպան ելքը եւ դադարներն էլ այնքան շատ չէին։ Շորա Սարգսյան հաջող կասեցում է լավ փոխանցում դեպի Գեբեշյանը, բայց Գեբեշյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց, իրենք անկեղծ այստեղ արագության շնորհիվ խանգարեց Էլոյանը մրցակցին ավելի լավ հարված կատարելու համար։ Մուրադյան Ադարյանին ուղարկեց գնդակը, կրկին Մելքոնյանին հասցեակտին գնդակով ձախ եզով զարգացնում է արագություն, բավական լավն էր անցումը Մելքոնյանի, Էրզրումյան 5-0։ այո Խաչատուր Էրզումյանը կրկին դուբլ է գրանցում իր անվան դիմաց, բայց իհարկե լինենք արդարացի, այս գոլը նախ ունի 2 հեղինակ, առաջինը Մայիս Մելքոնյանի կատարած անցումներ, որից հետո Էրզումյանը նոր կարողացավ եզրափակել այս գրոհը։ Մելքոնյանն է հիմա կրկին գնդակով վտանգավոր է, կրկին Էրզումյանի հետ խաղարկեց Հայկ Մուրադյան, բայց այստեղ փակվեց Մուրադյանի փոխանցման ճանապարհը ու հիմա խլում են գնդակը Լևերկուզենի ֆուտբոլիստները շարժվելով առաջ, Գուրգինյան կատարեց փոխանցում Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ փոխանցման ճանապարհը փակվեց, այո, առաջին խաղակեսում
Գոլ չունենալուց հետո արդեն երկրորդ կեսում ունենք 5 խփված գնդակ եւ իսկապես Winter Cup-ը բավական գոլառատ է ստացվում։ Էրզումյան ուղարկում է գնդակը Մելքոնյանի ուղղությամբ։ Ստացավ հարված ոտքին Մելքոնյանը, բայց շարունակեց մնալ գնդակով։ Մելքոնյան գուցե ինքն էլ եզրափակի, բայց թույլ չտվեցին հարված կատարել այստեղ Մայիս Մելքոնյանին։ Մաչ եզրով է ընթանում Բայերի գրով, բայց Կուրգինյանը չհասավ այս գնդակին։ Արուսյանը հիմա թողնում է գնդակը Մելքոնյանին, վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակը հասցեակնում է Խաչատուր Էրզումյանին։ Հայկ Մուրադյան, բայց այստեղ չանցավ գնդակը Մուրադյանի կատարած փոխանցումից հետո, ու հիմա Բայերը նետվում է առաջ քանակական առավելությամբ, 3-2-ի դիմաց այստեղ հարված տեսանք դարպասի ուղղությամբ Հարոյանի կողմից, բայց դարպասապահ Հարությունյանը հեռացեց գնդակը։ Եզիս կնետի Լևերկուզենը, Կուրգինյանը կկատարի եզրային նետումը, ուղարկում է գնդակը Կիրակոսյանին ու կարծում եմ, եթե հիմա գրո սկսի Բայը Լևերկուզեն, դա կլինի վերջին գրո այս խաղում։ Գեբեշյան, անցավ Ամիրյանին այստեղ Գեբեշյանը, կատարեց փոխանցում, բայց Սուլեյմանը հեռացեց եւ այո, հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է 5-0 Վերդերի հաղթանակով։ Այս խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր եւ ամենայն բարիք։